Բարև ձեզ, հայեր և հայրենակիցներ, քույրեր ու եղբայրներ։ Այսօրվա հաղորդումը դեմ ենք բոլորի նախաձեռնության վերաբերյալ թվով արդեն երրորդ հաղորդումն է։ Նախորդ երկու հաղորդումների դիտումները հասել է մոտավորապես 2000-ի պլյուս մինուս 30 մոտավորապես 2-3 տասնյակ մարդկանց կողմից հավանության է արժանացել, բայց իհարկե դրանք շատ ցածր ցուցանիշներ են։ Այդպիսի ցուցանիշներով իհարկե նախաձեռնությունը չի կարող իրագործել իր ծրագրերը, սակայն մինչև ազգային ժողովի ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա եւ ես հույս ունեմ, ակնկալում եմ, որ այս ցուցանիշները մենք կարողանանք կրկնապատկել, բազմապատկել, հարյուրապատիկ եւ հազարապատիկ անգամ, այլապես շատ ցավալի ճակատագիր է սպասվում ոչ միայն մեզ, մեր ազգին, այլև ամբողջ մարդկությանը։ Եվ դա այնպիսի մի մեծ գաղտնիք է, ես չասացի, թե ինչ ճակատագիր է սպասվում, որ ցավալի ճակատագիր է սպասվում ամբողջ մարդկությանը, դա նորություն չէ։ Այն քաղաքական գործիչները, հասարակական գործիչները, որոնք իսկապես խորացել են քաղաքականության մեջ, նրանք բոլորը տեղյակ են ինչ է սպասվում մարդկությանը։ Միլիոնավոր տեսանյութեր կան այդ կապակցությամբ, թե աշխարհի տիրակալները ինչ են պատրաստվում անել։ Եվ այդ մասին նույնիսկ 2015 թվականին Ազատության հրապարակում հենց խոսել է Պետրոսյան Լևոնը, ես ցանկանում եմ նրա ելույթից, այսինքն ելույթի վերջին նախադասությունը միայն ասել է հետևյալը, որ ես անկեղծորեն ցանկանում եմ, որ Բաբելոնյան աշտարակի նոր շինարարները վերջնականապես մեկտեղվեն, որովհետև այլևս այդպիսի հնարավորություն չեն ունենալու եւ Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված։ Եվ այդքանից հետո, այդպիսի ելույթից հետո Պետրոսյան Լևոնը, այդ մարդանման կենդանի, Երևանի կենտրոնում ապրում է։ Եթե մեր երկիրը բռնազավթված չլիներ, մեր հայրենիքը բռնազավթված չլիներ եւ այս Հայաստանի Հանրապետությունը լիներ հայկական պետություն, ապա այդպիսի ելույթի համար հաստատ կձերբակալեր եւ կպահանջեր պարզաբանումներ, ինչպես թե ես անկեղծորեն ցանկանում եմ, որ Հայաստանը մնա այդպես էլ չփրկված։ Ինչևից է։ Ես բազմիցս խոսել եմ, որ այս պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, դա ջհուդական պետություն է, իսկ մեր հայրենիքը բռնազավթված է, հենց այդ ուժերի կողմից, աշխարհի մոնոպոլիստների կողմից, որոնց Պետրոսյան Լևոնը անվանում է Բաբելոնյան աշտարակի նոր շինարարներ։ Ինչևից է, որպեսզի հասնենք մենք հաջողության, հենց ես ազատվենք այդ ջհուդական համակարգից, ես նախաձեռնություն եմ սկսել, կոչվում է դեմ ենք բոլորին, կախված է ձեզանից յուրաքանչյուրից։ Ինձ համար շատ կարևոր է, ավելի կարևոր է ունենալ մեկ համախոհ, քան թե 1000 կամ 10000 ունկնդիր։ Այդ իսկ պատճառով ես այսօր անդրադառնալու եմ ինձ ուղղված հարցերին, որպեսզի մարդիկ, ովքեր հետաքրքրված են, ում հետաքրքրեց այս նախաձեռնությունը, պարզաբանենք, հասկանանք իրար եւ միգուցե համագործակցենք մեր այս նպատակին հասնելու համար։ Իհարկե կան խոչընդոտներ, ես շատ լավ տեղյակ եմ, որ իշխանությունները հետևում են իմ գործունեությանը, թող հետևեն, ես թաքցնելու ոչինչ չունեմ, ամեն ինչ անում եմ հրապարակայնորեն։ Երևի հենց դա է պատճառը, որ իմ Facebook-յան էջի հնարավորությունները սահմանափակված են եւ տեսանելիությունը
եւ շատ ֆունկցիաներ չեն աշխատում, լինում է աշխատում է, լինում է չի աշխատում, եւ այդ պատճառով, եթե ձեզանից որևէ մեկի հարցին չեմ պատասխանել, որևէ մեկի մեկնաբանությանը չեմ անդրադառնում, ուրեմն ներողամիտ եղեք, պատճառը այն է, որ իմ մոտ դա չի երևում, Facebook-ը պետք է հաղորդագրություն ինձ ուղարկի այդ մասին, ես դա ուղղակի չեմ տեսնում իմ էջում։ Եվ այսօր ես ցանկանում եմ պատասխանել մեր հայրենակիցներից Նորայր Սողոյանի հարցին։ Հարցը երկուսն է, բայց կպատասխանեմ այսօր մեկին, ավելի մանրակրկիտ, մանրամասը, որպեսզի հասկանալի լինի ոչ միայն իրեն, այլ մեր հասարակությանը հասկանալի լինի իմ դիրքորոշումը, ով եմ ես, ինչպես եմ մտածում, ինչպես եմ գործում։ Ուրեմն նախ ես նրան պատասխանել էի, որ նա ինձ առաջարկում էր ինչու չեմ միանում անուններ թվարկել ազգայնական գործիչներ Վլադիմիր Պողոսյանին, Գուրգեն Սիմոնյանին, առաջնորդվելով Նիկողայոս Ադոնցի, Նժդեհի գաղափարախոսությամբ, Խորենի գաղափարախոսությամբ, ես նրան պատասխանել էի, ես ինչպես միանամ այդ մարդկանց, եթե նրանք իմ գաղափարակիրները չեն։ Մենք տարբեր գաղափարի տեր մարդիկ ենք, եւ նա այնուհետեւ արդեն մեսենջերով ինձ հետեւյալ հարցն է գրել, հետեւյալ մեկնաբանությունն է գրել, ես ընթերցեմ ձեզ, իսկ այնուհետեւ պատասխանեմ։ Ուրեմն Նորայր Սողոյանը մեր հայրենակիցներից ապրում է Սփյուռքում, ավելի ճիշտ Ռուսաստանի Դաշնությունում, ինձ գրել է. Ալիկ ջան, 15 միլիոնանոց հայության մեջ ենթագիտակցորեն արդեն ձևավորվել է մեր միակ հայ ազգային գաղափարախոսությունը, որը կայանում է մեր բազմատարյա հոգևոր մշակութային արժեհամակարգի ընդհանրության մեջ։ Ինչ է նշանակում գաղափարակիցը չեն։ 15 միլիոն գաղափարներ կան։ Մեզ պիտի որ միավորի մեր միակ ազգային գաղափարախոսությունը։ Եկեղեցին էլ իմ սրտովը չէ, ինչ անենք, չհամախմբվենք, բոլորս էլ տարբեր ենք, պիտի առաջնորդվենք մեր գաղափարախոսության մշակման գործում առանցքային դեր կատարած 3 անհատների Մովսես Խորենացու, Նիկողայոս Ադոնցի եւ Գարեգին Նժդեհի գաղափարներով, ոչ թե իմ, քո, Արտաշի, Գուրգենի կամ այլ անհատների մտքերով։ Եվ եւս մեկ հարց, ինչու օրինակ Քոչը, Քորը, Սերժն ու Նիկոլը, Սամվելը ու այլոք կարող են մասնակցել ընտրություններին, իսկ Գուրգեն Սիմոնյանը ոչ։ Ինչպես հասկանալ ձեզ։ Ուրեմն, հարգելի հայրենակիցներ, ես պատասխանելու եմ, Նորայր ջան, պատասխանելու եմ քո առաջին հարցին, իսկ երկրորդ հարցին ինչու չպետք է նա մասնակցի, հաջորդ հաղորդման ժամանակ։ Նայեք ժողովուրդ ջան, ես մի փոքր ինձնից պատմեմ, դպրոցում ես շատ լավ եմ սովորել, սիրել եմ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, երկրաչափություն առարկաները, դպրոցից հետո ավարտելուց հետո ես ուսումս շարունակել եմ Եվրոպայի ամենամեծ ինստիտուտներից մեկում, Պոլիտեխնիկ ինստիտուտ եմ ընդունվել Խարկովում, ինժեներական կրթություն եմ ստացել։ Եվ բացի դրանից ես վեց տարի շախմատ եմ պարապել եւ ամեն ինչ մեր կյանքում տեղի ունենում, ցանկացած իրադրություն, ցանկացած իրավիճակ, ես նայում եմ այդ ամենին, ցանկացած խնդիր, այդ ամենին ես նայում եմ ֆիզիկոսի, մաթեմատիկոսի աչքերով, շախմատիստի աչքերով։ Եվ ցանկացած իրավիճակ, իրադրություն ես կարող եմ տեղափոխել շախմատային դաշտի վրա եւ ձեզ այն ներկայացնել, նկարագրել, վերլուծել, մեկնաբանել, պարզաբանել եւ հենց այդպես էլ ցանկանում եմ վարվել մեր հայրենակցի Նորայրի հարցի կապակցությամբ։ Նա ինձ ասում է, որ ես պետք է առաջնորդվեմ Խորենացու
Նժդեհի և Ադոնցի գաղափարախոսությամբ հիմք վերցնեմ նրանց աշխատությունները և միավորվեմ այլ ազգայնական ուժերի հետ, որպեսզի հասնենք մեր նպատակներին։ Նայեք ժողովուրդ ջան, ինչպեսի ես շախմատային ցանկանում եմ շախմատային երկու օրինակ բերել, Նորայր ջան, նայիր։ Պատկերացրու դու շախմատ ես խաղում, աշխարհի չեմպիոն, շախմատի աշխարհի չեմպիոն Այլոխինի հետ։ Եվ դու պարտվում ես։ Այդ նույն խաղը նստում ես շարունակելու 10-րդ քայլից քո խաղացած խաղը Այլոխինի հետ, նստում ես շարունակելու Ֆիշերը և տալը, նույնպես աշխարհի չեմպիոններ են, և նրանք նույնպես պարտվում են։ Այդ նույն խաղը, քո խաղացած խաղը 10-րդ քայլից նստում են շարունակելու Տիգրան Պետրոսյանը և Կարպովը, նրանք խաղը ավարտում են ոչ ոքի։ Եվ այդ նույն խաղը 10-րդ քայլից քո խաղացած խաղը Այլոխինի հետ շարունակում է Կասպարովը և Այլոխինին մատ է հայտարարում։ Այս օրինակը հիշեք, և որովհետև ես դեռ անդրադառնալու եմ այս օրինակին, այս խաղին, այս պարտիային, ես մի ուրիշ պարտիա նկարագրեմ շախմատային խաղ, որտեղ խաղադաշտի մի կիսադաշտում մենք ենք ազգովի, հայերով, իսկ մեր դիմաց մեր թշնամին է, մեր հակառակորդը։ Իրականում իհարկե մեր հակառակորդը շախմատային դաշտի վրա չէ, այլ շախմատային դաշտից դուրս է, հենց Պետրոսյան Լևոնը, որը խոսում էր Բաբելոնյան աշտարակի նոր շինարարների մասին, այդ շինարարներն են մեր հակառակորդները, աշխարհի մոնոպոլիստները, տերերը, որոնք շախմատային դաշտի վրա չեն, շախմատային դաշտի վրա գտնվում են նրանց ստրուկները, նրանց ծառաները։ Սա արդեն ուրիշ պատմություն է, ես չեմ ցանկանում, մեկ ուրիշ անգամ միգուցե կխորանամ, կներկայացնեմ այդ պարտիան նույնպես կներկայացնեմ և դրանից ելնելով, թե ինչպես պետք է վարվենք, պատկերացրեք ուրեմն շախմատային պարտիա, մի կողմում մենք ենք հայերով, մեր ազգը, իսկ մեր մյուս կիսադաշտում մեր դիմաց մեր հակառակորդն է։ Եվ այդ խաղը սկսվել է մեր թվարկությունից առաջ, չգիտեմ որ հազարամյակից, և տարբեր ժամանակաշրջաններում մեր ազգի մեջ ծնվում են նոր հայորդիներ, որոնք հայտնվում են այդ խաղադաշտի վրա, յուրաքանչյուրը իր խաղն է խաղում, այնուհետև ինչպես է ավարտվում նրա կյանքը, պատերազմի դաշտում է մահանում, թե հիվանդության պատճառով, չգիտեմ, ինչ-որ կերպ 70-80-100 տարի ապրում ու հեռանում է այս կյանքից, խաղալով իր խաղը։ Այդ խաղը սկսել են խաղալ Սանասարը, Բաղդասարը, Սասուսի Դավիթը, մեծ մհերը, փոքր մհերը, նրանից հետո խաղադաշտի վրա հայտնվել է մեր նահապետը, Հայկ Նահապետը, նրանից հետո հայտնվել են Արտաշեսյան թագավորական ընտանիքի ներկայացուցիչները, Արտաշես առաջինը, երկրորդը, Տիգրան Մեծը, մեր արդեն թվարկությունում Խորենացին, Նարեկացին, Ադոնցը, Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ թագավորը, ես չեմ կարող բոլորին թվարկել, բայց մի քանիսին էլի թվարկեմ, Բաբ թագավորը, Ագաթանգեղոսը, պատմիչ, 19-րդ դարում այդ խաղադաշտի վրա հայտնվել են Կոմիտասը, Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը, Նժդեհը, 20-րդ դարում Հովհաննես Բաղրամյանը, չգիտեմ, Բաբաջանյանը, Վիկտոր Համբարձումյանը և մինչև մեր օրերը, ամեն օր, ամեն դարաշրջան, ամեն ժամանակաշրջանում նոր հայորդիներ ծնվում են, լույս աշխարհ են գալիս, հայտնվում են այդ խաղադաշտի վրա և որոշ հայորդիներ իրենց անունը գրում են պատմության մեջ, էջերում, հասել է մեզ այդ բոլոր իմ թվարկած
հայորդիների անունները գիտենք, որոնք իրենց խաղն են խաղացել, բայց եղել են հայորդիներ, որ նույնիսկ լույս աշխարհ են եկել ու չեն էլ հասցրել հայտնվել այդ խաղադաշտի վրա, թուրքը, արաբը կամ պարսիկը հենց բարուրում այդ հայորդուն սպանել է եւ նա իր խաղը չի էլ խաղացել, ինչ եմ ուզում ասել, նայեք ժողովուրդ ջան, այս խաղադաշտի վրա տարբեր ժամանակներում տարբեր հայորդիներ խաղացել են իրենց խաղը եւ այս խաղը շարունակվում է մինչև այսօր։ Գիտեք ինչու է շարունակվում, որովհետեւ մեր հայորդիներից եւ ոչ մեկը մեր թշնամուն հակառակորդին մատ չի հայտարարել։ Ոչ Նժդեհը, ոչ Բաբաջանյանը, Բաղրամյանը, ոչ Թումանյանը, ոչ Նիկողայոս Ադոնցը, ոչ Նարեկացին, ոչ Սասունցի Դավիթը, եթե նրանք մատ հայտարարած լինեին, այլևս կարիք չէր լինելու ես իմ խաղը սկսեի։ Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում։ Ես ինչպես առաջնորդվեմ, օրինակ ես շախմատիստ եմ, ոնց որ մեկը գա ինձ ասի, իմանում ես Կարպովը, Տալը, Ֆիշերը, Տիգրան Պետրոսյանը, որոնք խաղացել են Այլոխինի հետ, ու այդ խաղը հաղթանակի չեն հասցրել, իրենց հակառակորդին Այլոխինին մատ չեն հայտարարել, գան ու ինձ ասեն խորհրդի կարգով, իմանում ես եղբայրը, Այլոխինին ուզում ես հաղթես, ուրեմն Տիգրան Պետրոսյանի, Ֆիշերի գաղափարախոսությամբ առաջնորդվի։ Դե եթե հաղթող լինեին, իրենք կհաղթեին էլի, իրենց գաղափարներով Նժդեհը իր ժամանակաշրջանում թող հաղթած լիներ, մատ հայտարարած լիներ մեր գլխավոր թշնամուն։ Եվ ես այլևս կարիք, ես վայելեի նրա տարած հաղթանակը։ Նարեկացին, խորենացին, կարող եք դուրս գալ, եկեք մի քիչ սառը դատենք, էլի, դուրս են գալիս փառավորում ենք, չգիտեմ, մեկը Նժդեհա ցավակպ է, մեկը Նիկոլա ցավակպ է, մեկը Հիսուսա ցավակպ է, մեկը չգիտեմ ինչա ցավակպ է, ու մենք արդեն քանի հազարամյակ գնալով մեր հայրենիքի տարածքները կորցնում ենք այդ ցավերի պատճառով, որ մենք փառավորում ենք ինչ-որ մեկին, քիչ մեծ արեք ինչ-որ մեկին, ինչի համար եք մեծարում, ես չմտածեք, թե ես թերագնահատում եմ իրենց արած աշխատանքը, ոչ, բայց ես ինքս շախմատիստ եմ, դու գիտեք, ստրատեգը ինչով է տարբերում ոչ ստրատեգից, ստրատեգը հաղթանակ տոնում են ստրատեգ մարդիկ, նախ ասեմ, որպեսզի իմանաք, ստրատեգիան դա երկարաժամկետ նպատակների համար իրականացվող ծրագիր է, իսկ տակտիկան կարճաժամկետ նպատակների համար իրականացվող քայլեր են, տակտիկական քայլեր մշակելով կարելի է իրականացնել ստրատեգիական ծրագրեր, այսինքն ստրատեգիական ծրագիրը, երկարաժամկետ ծրագիրը իրականացնելու համար դու մշակում ես տակտիկական քայլեր։ Նա ով ստրատեգիա չունի, նա կարող է իր տակտիկական քայլերով կարճաժամկետ հաջողությունների հասնի։ Կարճաժամկետ, բայց ժամանակի ընթացքում նա պարտված է դուրս գալու, որովհետև նա ստրատեգ չէր, նա ստրատեգիական երկարաժամկետ ծրագիր չուներ։ Նրան շատ հեշտ է մոլորեսնել, ներքաշել տարբեր տեսակի գործողությունների մեջ իր տակտիկական սխալների հետևանքով, որովհետև տակտիկական քայլերը պետք է բխեն ստրատեգիայից։ Օրինակ ես կարող եմ այնպիսի մի տակտիկական քայլ կատարել, որ հակառակորդը նայի կմտածի, թե ես ինքս ինձ վնասում եմ։ Այդպիսի տպավորություն կստեղծվի իր մոտ։ Բայց նա չգիտի իմ ստրատեգիայի մասին, ես գիտեմ իմ ստրատեգիան։ Եվ ես ավելի լավ եմ հասկանում այդ տակտիկական քայլը, որ կատարում եմ։ Օգուտ է ինձ, թե վնաս։ Դա բխում է իմ ստրատեգիական պլանից, ծրագրից։
Ես մի հասարակ օրինակ բերեմ, հետո կանդրադառնամ։ Օրինակ, մեկ շաբաթ առաջ մեր ֆուտբոլի հավաքականը 9-1 հաշվով պարտվեց Պորտուգալիայից։ Ես խաղը չեմ դիտել, ես շատ եմ սիրում ֆուտբոլ եւ ցավով եմ տանում, որ մեր հայկական ֆուտբոլը այդ մակարդակին է։ Եթե նստում եմ նայելու, ավելի շատ ներվայնանում եմ, քան թե հաճույք եմ ստանում, ուստի չեմ էլ նայում եւ իմանում եմ, որ մինչեւ 30-րդ րոպեն, թե 35-րդ րոպեն հաշիվը եղել է 1-1։ Թե ով է առաջինը, մեր ֆուտբոլիստներն են առաջինը գոլ խփել, հետո նրանք են հավասարեցրել, ես չգիտեմ, թե հակառակ, բայց մինչեւ 30-35-րդ րոպեն հաշիվը եղել է 1-1։ Եվ ես համոզված եմ, որ այդ մի գնդակը, որ մեր տղաները, մեր ֆուտբոլիստները խփել են, ուրախացել են այնպես, չգիտեմ, հիմա ֆուտբոլիստները ոնց են գոլ են խփում, մեկը ֆուտբոլկան է հանում, ճեղում, շպրտում, մեկը գնում այն եզրային դրոշակն է խփում, ջարդում, մեկը գլուխ կոնձի է տալիս, մեկը չգիտեմ ինչ կապիկություններ են անում։ Ես ինքս ֆուտբոլիստ եմ եղել։ Գոլ խփելուց ես չէի ուրախանում։ Ինչա գոլը խփակ այդ նշանակում է հաղթակ։ Ես հիմա այդ մեր 11 ֆուտբոլիստներին, որոնք գոլ էին խփել, չգիտեմ որ երրորդ րոպեին, 10-րդ րոպեին, թե 20-րդ, այդ վիդեոն միացնեմ ու ասեմ հələ մի եկեք ստե տղաներ։ Ձեր ցավը տամ, այդ գոլը որ խփել եք, ինչներիդ վրան էիք այտենց ուրախացել։ Ինչներիդ վրան էիք այտենց ուրախացել, ինչա խաղն էիք տարել, որ ուրախացել էիք։ Հասկանում եք, ինչով է տարբերվում շախմատիստը ֆուտբոլիստից։ Շախմատիստը ստրատեգիա ունի։ Տեսու նորմալ շախմատիստները, այն շախմատիստները, որոնք ստրատեգիա ունեն, հաջողության են հասնում։ Իսկ ովքեր չունեն, այս 9-1 պարտվում են։ Շախմատիստը, երբ որ հակառակորդի մի ֆիգուրան տանում է, մի զինվորը տանում է, դուրս չի գալիս ֆուտբոլկան ճղում, կայսումը հանում, շպրտում, ուրախանում, թե տեսեք, ես հակառակորդի զինվորը կրեցի։ Մի հատ գոլ եք խփել, ուրախացել եք, ինչներիդ վրան եք ուրախացել։ Հասկանալի է, չէ՞, ես օրինակը բերում եմ, որ չմտածեք, թե ես հիմնավորում եմ իմ ասելիքը։ Հասկանաք, ինչ է ստրատեգիա, ինչ է տակտիկա։ Ես այն խաղացողը չեմ, որ ես հիմա մտել եմ այս քաղաքականության մեջ, իմ հակառակորդի դարպասը մի հատ գնդակ ուղարկեմ ու ուրախանամ դրանից։ Ես այնպիսի տակտիկական քայլեր եմ մշակում, հենց այս նախաձեռնությունը այդպիսի մի տակտիկական քայլ է։ Իմ անձնագիր հանձն էլ այդպիսի տակտիկական քայլ է, իմ ստրատեգիայից ելնելով։ Ես ինչու պետք է կրկնեմ, ես չեմ կարդացել ոչ Նժդե, ոչ Նիկոլայով Սադոնշ, ոչ Նարեկացի, ոչ Խրոնած, չեմ էլ ուզում կարդամ։ Հաղթել են։ Հաղթել են իմ թշնամուն, որ ես իրանց գաղափարները, իրանք վարվել են իրանց գաղափարներով, իրանց գաղափարախոսությամբ, իրենց գործնեությամբ, իրենց տակտիկայով, իրենք հաղթել են, մատ են հայտարարել մեր թշնամուն, որ ես սովորեմ իրենցից մի բան։ Ոչ։ Սովորել կարող եմ, բայց հիմք վերցնել նրանց գաղափարախոսությունը ինձ համար նրանք գոյություն չունեն։ Կոպիտ է հնչում, ինչպես ուզում եք հասկացեք, ես չեմ խոսում, որպեսզի ձեր դուրը գամ։ Իմ նպատակն է, իմ ստրատեգիական ծրագիրն է ոչնչացնել իմ թշնամուն, տակրիկից, քոքից, այդ արմատները հողի մեջից հանել ու վառել, տակրիկա հան անել, այս ջհուդական համակարգը իր տերերով։ Կլինի թե Իսրայելում, սրանց կենտրոնը, կլինի թե Նյու Յորքում, թե Բրյուսելում, թե Պրագայում, ինչ չի հետաքրքրում։ Իմ նպատակն, իմ ստրատեգիական ծրագիրն է սրանց արմատախիլ անել։ Թվարկեք մի հայորդու անուն, որ մեր հակառակորդին արմատախիլ է արել, ոչնչացրել է, ու այդ թշնամին էլ չկա։ Եթե այդպիսի հայորդի չկա, ես ինչու պետք է նրանց գաղափարները հիմք վերցնեմ։ Հասկանում ես Նորայր ջան,
Եթե նժդեհը իմ թշնամուն մատ հայտարարած լիներ, ես էլ կարիք չէի ունենա ոչնչացրած լիներ իմ թշնամուն, ուրեմն միտեղ սխալվել է այդ մարդը, մի բան չի հասկացել, մի փառավորեք մեկին, որը իմ թշնամուն մատ չի հայտարարել։ Ես այն խաղացողը չեմ, որ ես գոլ խփեմ ու ուրախանամ։ Ես նրանց պիտի արմատախիլ անեմ։ Ես այդ խաղացողն եմ։ Ես օրինակ մարդ եմ ճանաչում, նժդեհի կենսագրությունը ծննդյան օրվանից մինչև իր մեռնելը, իր բոլոր աշխատություններով անգիր կնստի ու կպատմի։ Բայց այդ մարդուն ես ասեցի, այս ջհուդական համակարգից Հայաստանի Հանրապետությունը որպես պետական կառավարման համակարգ, ջհուդական է, ինքն էլ է ասում, ջհուդական է։ Անձնագիրը հանձնի, ջհուդական համակարգից դուրս արի, անձնագիրը հանձնի։ Ասեց ոչ, չեմ հանձնի։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դու կարող ես կենսագրությունը գիտես, այդ գաղափարախոսությանը ծանոթ ես, բայց դու ոգով հայ չես։ Նժդեհը, ես օրինակ բերեմ, չասեք չէ, նժդեհին փնովում եմ։ Նժդեհը այդպիսի մի քայլ է կատարել սովետական Հայաստանը երբ հիմնվեց, սովետական Հայաստանի կառավարության որոշումը Սյունիքի հետ կապված։ Նա բանի տեղ չի դրել։ Նժդեհը զորքը հավաքել եւ ի շնորհիվ նժդեհի Սյունիքը այսօր Հայաստանի կազմի մեջ է։ Այսինքն թքածուներ սովետական Հայաստանի վրա։ Նրա կառավարության որոշման վրա։ Ես էլ թքածուն եմ այս Հայաստանի Հանրապետության վրա, նրա վարչապետի, նրա որոշումների վրա։ Եվ այդ իսկ պատճառով ես իմ անձնագիրս հանձնել եմ։ Դադարեցրել եմ իմ համագործակցությունը սրանց հետ։ Բայց ինչ նժդեհական եք, որ նժդեհի արած քայլերը դուք չեք կրկնում։ Փաշինյան Նիկոլը 19 թվականին էր դուրս եկավ, հրաման տվեց նրա ազգային ժողովն էր, թե կառավարությունը հրաման տվեց նամորդնիկներ հագցրեք դեմքներիդ։ Սա Հայաստանը նամորդնիկով էիք ման գալիս։ Կորոնավիրուս էր։ Ես չեմ դրել։ Ու ին վրա որտեղ ինձ մենթերը բռնում էին, ոստիկանները տեսնում էին, ին վրա ակտ էին գրում։ Ինչա մտածում եք այդ դիմակը նորմալ դատողություն ունեցող մարդը պետք է հասկանա, որ այդ դիմակը ոչ մի բանից էլ չի պաշտպանում։ Եթե դուք կարողանում եք շնչել, այդ վիրուսն ինչա չգա մտնի ձեր քիթը։ Բայց բոլորդ կատարում էիք, հայհոյում էիք Փաշինյան Նիկոլին, բայց նրա որոշումը, որ նամորդնիկ դնեք ու քայլեք փողոցներում շան նման կներեք, այդպիսի տպավորություն էր։ Այդ իր որոշումը բոլորդ կատարում էիք։ Որտեղ ոգով դուք հայ չեք, հոասելով չի, դուրս եկաք ասեք հայ եք, հայ դարձաք։ Հիմա ինձ ասում եք, նժդեհը իմ թշնամուն, իր թշնամուն, մեր ազգի թշնամուն մատ չի հայտարարել։ Նրան կարողացել են ներքաշել, ես այսօր հաղորդման մեջ չեմ ցանկանում նրա սխալ տակտիկական քայլերի մասին խոսել։ Բայց չեմ էլ ցանկանում կարդալ նժդեհի աշխատությունները, ինչու է ժամանակ ծախսել մի մարդու աշխատությունների վրա, որի նպատակը ես իմանում եմ նույնն է եղել, մեր այս թշնամուն ոչնչացնելը, բայց նա չի կարողացել մատ հայտարարել, չի ոչնչացրել, ուրեմն սխալվել է, չէ՞ այդ մարդը միտեղ իր գաղափարը չի հերիքել մի բան, չի հասկացել ինչ անի, ոնց անի, եւ հետո իմանում եք ժամանակաշրջանները փոխվում են, ամեն ժամանակաշրջանում, միգուցե այն ժամանակաշրջանում ինչ քայլ որ առաջարկում էր նժդեհը, մեր բոլոր ամբողջ հայ ազգը աջակցեր նժդեհին։ Միգուցե եւ նժդեհը մեր թշնամուն ոչնչացրած լիներ։ Այն մարդը իր ժամանակաշրջանում է խոսացել,
չեն ընդունել, չեն հասկացել։ 1000 տարի առաջ մի ուրիշ մեր հայրենիներից մեկն խոսած է իր ժամանակահատվածին համապատասխան քայլերը առաջարկել, չեք ընդունել։ Ես այսօր առաջարկում եմ, իմ ասածը չեք ընդունում։ Դուք ասում եք գնա Նժդեհի գաղափարախոսությամբ առաջնորդվի։ Խի այ ախպեր։ Հաղթողներ կհաղթեր էլի։ Չի հաղթի, ուրեմն սխալվել է։ Ես շախմատիստ եմ, չհաղթանակած խաղացողի տակտիկան ու ստրատեգիան ինձ համար հիմք չի կարա հանդիսանա։ Հասկանալի եմ բացատրում Նորայր ջան։ Իմ թշնամուն չհաղթանակած, մատ չհայտարարած խաղացողի հայորդու տակտիկան ու ստրատեգիան ինձ համար հիմք չի, որովհետև եթե ես նույն ձևով վարվեմ, նրա գաղափարախոսությամբ առաջնորդվեմ, արդյունքում լինելու այն, ինչ որ ինքը ինչին հասել է, ինչին է հասել Նժդեհը։ Բանտում մահացել է։ Իսկ իմ նպատակը չի։ Իմ նպատակը իմ թշնամուն ոչնչացնելն է։ Իմ ինտելեկտով ժամանակահատվածի դարաշրջանի պայմաններից ելնելով, իրավիճակից ելնելով եւ Փառք Աստծո այսօր ինտերնետ գոյություն ունի, որը բացակայել է Նժդեհի ժամանակ եւ նա ինֆորմացված չի եղել, այլապես չէր հասնի Գերմանիա ու ուղիներ փնտրել Հիտլերի հետ համագործակցության։ Շատերին երբ ես այդ մասին ասում եմ, մտածում են, թե իբր ես ֆաշիստ եմ համարում Նժդեհին, ոչ, նա մեր հայորդին է, բայց ինֆորմացիայի պակասի հետևանքով նա ուղիներ է փնտրել, չհասկանալով, թե ում հետ է ցանկանում համագործակցության ուղիներ փնտրել։ Եթե նա իմանար, որ Հիտլերին եւ բոլշևիկներին ֆինանսավորել են նույն մարդիկ, ապա նա չէր հասնի ֆաշիստական Գերմանիա, որպեսզի համագործակցության ուղիներ փնտրել։ Դա կարող էր նա հասկանալ այլ ճանապարհներով, որ գաղափարները պետք է իր գաղափարը պետք է բավականացներ, հասկանար։ Դա մեծ սխալ որ նա թույլ է տվել եւ այստեղ հենց մեր թշնամին կարողացել է ծուղակը գցել եւ նրա վրա գործ հարուցել ու բանտարկել։ Ինֆորմացիայի պակասի հետևանքով հասավ Գերմանիա եւ այդ փաստը հիմք վերցրեցին նրան բանտարկեցին։ Ճիշտ է արել, ուրեմն մի բանը չի իմացել, չէ՞։ Մի բան ճիշտ չի հասկացել Նժդեհը։ Ու ինձ օրինակ մի բերեք ոչ ադոնցին, ոչ նարեկացուն, ոչ խորենացուն։ Այս 5000, 10000 տարվա պատմություն ունի մեր ազգը։ Մի հայորդու անուն ասեք, որ մատը հայտարարել մեր թշնամուն։ Այս ջհուդներին։ Չկա այդ մարդը, որովհետև այսօր դեռ պատերազմը շարունակվում է, ուրեմն ոչ մեկը մատել չի հայտարարել։ Ուրեմն նոր ճանապարհներ, նոր ուղիներ, նոր գաղափարներ, նոր մարդիկ, նոր խաղացողներ։ Ես այդ նոր խաղացողներից մեկն եմ։ Ես ինձ համար ոչ Նժդեհն է հիմք, ոչ Խորենացին, ոչ Թումանյանը, ոչ մեկը։ Հասկանում եք իմ ասելիքը։ Ով կընդունի, չէ, ձեր գործն է։ Տուժվելու ենք բոլորս, ես էլ ձեր հետ եմ տուժվելու, բայց ինչ արած։ Ես շախմատիստ եմ, չհաղթանակած շախմատիստի խաղացողի քայլերը ես չեմ կրկնելու, ոչ նրա գաղափարներն եմ հիմք վերցնելու։ Այսքանը Նորայր ջան, հաջորդ հարցի, թե ինչու Գուրգեն Սիմոնյանը չպետք է մասնակցի ընտրություններին, կպատասխանեմ հաջորդ կիրակի, մեծ սիրով, որպեսզի ճիշտ հասկանաք ով եմ ես։ Ես այն խաղացողն եմ, որ ես իմ մտածելակերպը ունեմ, իմ տակտիկան ու իմ ստրատեգիան։ Չպետք է կրկնենք մեր նախկին հայորդիների սխալները։ Հենց իրենք ինչ արել են, Նժդեհն է ինչ արել, ես սխալը նրա հասկացա, որ չպետք է համագործակցենք, ոչ մի համագործակցության ուղիներ չպետք է փնտրենք մեր թշնամու հետ։
Ես տակտիկական քայլեր եմ առաջարկում ձեզ չհամագործակցել, դադարեցնել համագործակցությունը այս պարազիտների հետ։ Արարչական գաղափար։ Սրանից մեծ գաղափար եք ուզում առաջնորդվեք։ Մեկ նախադասություն, ես գիրք չեմ գրում։ Գիրք գրել պետք չի, նստեմ 10 հատորոնոց գիրք գրեմ, գիշեր-ցերեկ նստեք կարդակ, մինչև վերջը կարդակ, առաջը մոռանաք։ Մեկ նախադասություն եմ ասում, դադարեցրեք ձեր համագործակցությունը ջհուդական պետական կառավարման համակարգի հետ եւ փուչիկի պես կփլուզվի։ Այդ մեկ նախադասությունը եթե ձեր ուղեղի մեջ չի մտնում, կներեք, որ կոպիտ եմ ասում։ Չեք կարողանում մեկ նախադասություն նստել, վերլուծել, այս տղան ինչ է ասում, ինչ տակտիկական քայլ է դա նշանակում։ Եկեք զանգեք, նստենք մի սրճարանում, նստենք սուրճ խմենք ու բացատրեմ։ Եթե դուք համագործակցում եք ջհուդական համակարգի հետ, դուք նրա այդ համակարգի մի մասնիկն եք։ Բազմիցս խոսել եմ այդ մասին, ինչ արած։ Այսօր նորից իմ հայրենակից Նորայր Սողոյանը ինձ խորհուրդ է տալիս, իսկ ես ինչ եմ ասում, բանի տեղ չեք դնում։ Ճիշտ է, պետք է շփվենք, հարցեր տվեք, ես պատասխանեմ եւ միգուցե լսելով, վերլուծելով կհասկանաք, թե ով եմ ես, ինչպիսի տակտիկա ունեմ, ինչպիսի ստրատեգիա ունեմ։ Մի բան էլ դուք ինձ օգնեք, միավորվենք, ես ոչ մեկին, եթե մարդը եկեղեցի է գնում, ես այդ մարդու հետ ընդհանուր ճանապարհ չունեմ գնալու։ Քրիստոնյա, մարդը իրան համարում է քրիստոնյա, պատարագների է մասնակցում։ Մեր ճանապարհները տարբեր են։ Լավ, այսքանը հարգելիներս, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, որովհետև մեր փրկությունը, որպեսզի այս շախմատային դաշտի վրա նոր այնպիսի մի խաղացող հայտնվի, որ նմանը դեռ չի եղել։ Եվ խելամիտ քայլեր է առաջարկում։ Իր բոլոր քայլերի մեջ արարչական գաղափարներ են։ Իր բոլոր քայլերը բնույթով արարչական են։ Ինչ է, ես ձեզ դուրս ասում եմ, եկեք դուրս գանք, դուրս փողոցներում ապաչիների պես վազվզենք, գնանք սեղան ջարդենք, ճանապարհ փակենք, չէ, ապաչիներն են այդպես վարվում։ Սեղանի շուրջ նստենք, զրուցենք, հաց ուտենք, մի բաժակ բան խմենք, սուրճ խմենք, զրուցենք, հասկանանք մեր անելիքը։ Մեր հին հայորդիներից, ովքեր իրենց պայքարը տարել են, նախկիններից, մեր նախնիներից, ով ինչ սխալ է թույլ տվել, ուսումնասիրենք, հասկանանք, սխալները թույլ չտանք եւ նոր տակտիկա, նոր ստրատեգիա մշակենք։ Հաղթում են ստրատեգները։ Մինչև այսօր մեր թշնամին դեռ կենթանի է, ուրեմն դեռ մեր ազգի մեջ չի ծնվել են ստրատեգը, որ կարողանա մեր ազգին առաջնորդի ու սրանց ոչնչացնի։ Ես ինձ եմ տեսնում այդ դերում։ Ձեզանից ինչ-որ մեկը նույնպես իրեն տեսնում է այդ դերում, այդպիսի ցանկություն ունի, ստրատեգիա ունի, որ վերջնականապես հիմքից մեր թշնամուն ոչնչացնենք։ Եկեք միանանք։ Այսքանը, շնորհակալություն, ստեսություն ձեզ։